Պարոն Սիմոնյան, ընդդիմությունն ասում է, որ սա միակողմանի զիջումների մասին է, կապիտուլյացիոն փաստաթուղթ է, ոնց կմեկնաբանեք սա։ Դե բայց ընդդիմությունը երկու բան կա ասելու, առաջին հերթին ընդդիմությունը այդ տեքստը տեսել է, որ այդպես բան է ասում։ Երկրորդ հերթին ոնց կարող է միակողմանի լինի, եթե բոլոր դրույթները վերաբերում է երկու կողմին։ Դրա տրամաբանությունը թող իրանցից որևիցե մեկը բացատրի, մենք էլ քննարկենք, հասկանանք, թե ինչն է դրա միակողմանի զիջում։ Եթե գրած է երկուսի համար, չգիտեմ, դա աբսուրդ է ու անլուրջ է։ Այդ բոլոր մարդիկ, ովքեր նման հայտարարություններ են անում, թող գան իմ դեմը կանգնեն կամ ամբիոնից ելույթ ունենան, փորձեն այդ իրենց ասածը որևիցե ձևով։ Պարոն Սիմոնյան, որ տեքստը չեն տեսել, բայց գիտեն գործող իշխանության իրենք ասում են տեքստը դեռ չի հրապարակվել, բայց ծանոթ են գործող իշխանության, այսպես ասած, ձեռագրին, իսկ դա կապիտուլյացիաների մասին է։ Պատիվ ունեմ դաշինքից են հայտարարել այդ մասին։ Դե առաջի ամենահայտնի կապիտուլյացիան պատիվ ունեմ է Սերժ Սարգսյանի կապիտուլյացիան էր 2018 թվականին հայ ժողովրդի առաջ։ Երկրորդը 2018 թվականին, այո։ Երկրորդը ուզում եմ ասել, որ երբ որ դու ասում ես, որ տրամաբանությունը հենա, որ իրանք հայտնի է ոճը եւ դրանով է հիմնավորում առանց տեքստի հետ ծանոթանալու, դա անլուրջ տպավորություն է տոնում, դա քաղաքական գործին վայել գործելավոճ չի։ Բազմիցս հայտարարվել է, որ բոլոր կետերը վերաբերում են երկու կողմերին։ Եթե օրինակ այնտեղ գրված է, որ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, դա նշանակում է, որ ադրբեջանական կողմը նույնպես պետք է կապիտուլացվի։ Ասենք մարդ ինչքա կարելի է նույն անիմաստ խոսակցությունը կրկնել։ Ինչ վերաբերում է վարչապետը ձեր հարցին պատասխանեց իր հարցազրույցի ժամանակ, որ այդ փաստաթուղթը ունի երկու տեր եւ միակողմանի որևիցե բան անելը ճիշտ չի։